Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր քանի որ Կիրակի օր է, ես կուզեմ կիսվեմ պարզ խոսքով, պարզ թեմայով, բայց շատ կարևոր ամեն մեկիս համար, ինձանից սկսած։ Ինչ որ պիտի կիսվեմ, առաջի հերթին ինձ ա վերաբերվում։ Եվ հետո ձեզ, եթե կընդունեք, եթե կցանեք ձեր սրտերի մեջ։ Այսօր ես պիտի խոսեմ աճելու մասին։ Եվ այսօրվա մեր թեման է ինչ անեմ, որ հոգևոր աճեմ։ Ինչ վտանգներ կա, երբ որ մարդը հոգևոր չի աճում։ Գիտեք, աճել բառը օգտագործվում է մենակ սերմի հետ կապված։ Սերմի հետ կապված։ Կարանք ասենք այս կաֆեդրան, սպասենք բալքի մի քիչ աճի։ Ոնց կա 1000 տարի էլ կքանդվի, բայց չի աճի։ Աճելը մենք օգտագործում ենք, երբ որ սերմի հետ է կապ, բուսական, մարդկանց, կենդանական, ամեն ինչ սերմի հետ է կապված։ Սարան գրված է հավատքով սերմը ընդունեց։ Սերմի հետ է ամեն ինչ կապված։ Ով որ Աստծուց է ծնված, գրված է Աստծո սերմը նրա մեջ հարատևում է եւ նա հաղթում է աշխարհին եւ մեղք չի գործում։ Ամեն ինչ սերմի հետ է կապված։ Եվ Հիսուսը ասում է, եթե սերմը պահպանվի, չմեռնի, մենակ կմնա։ Այսինքն, կարա միտեղ սերմեր գիտենք 100-ամյակներով ավել մնում են ու հենց հարմար պայմաններ են ստեղծում, սկսում է աճելը։ Մենք պետք է հասկանանք մի կարևոր բան։ Եթե մենք չենք աճում, մենք մենակ ենք մնում, պտուղ չենք տալի։ Եթե մարդը պտուղ չի տալիս, առաջի հերթին հոգու պտուղները իր մեջ, երկրորդ հերթին իր միջոցով պտուղները, ավետարանի պտուղները, դա նշանակում է այդ մարդը մենակ է, այդ մարդը չի մեռել իր համար, ինքը իր համար է ապրում եւ ինքը մենակ է։ Եվ հոգեվոր մարդը չի աճում։ Երբ որ մարդը չի աճում, գիտեք ինչ, շատ հաճելի է, երբ որ փոքրիկ երեխան ծնվում է, շատ քաղցր է։ Բայց երբ որ տեսնում ես, որ այդ երեխան չի աճում, դա շատ անհանգստացնող է ու դառը ցավ է ծնողի համար։ Այ հոգևոր մարդը, երբ որ չի աճում, Աստված այդպես էլ տխրում է։ Պողոս առաքյալի միջոցով Տերն ասում է, ժամանակին նայելով, դուք արդեն աճած պետք է լինեիք, դուք արդեն ինքներդ պետք է սովորեցնեիք։ Բայց դեռ դուք կարիք ունեք, որ ես ձեզ կաթով կերակրեմ։ Կոշտ կերակուր ուտելու հնարավորություն չունեք։ Եթե երեխան հասել է տարիքը 15 տարեկան է, 20 տարեկան է, բայց ինքը չի կարողանում բացի կաթ խնամթերքից կամ փափուկ բանից ուտի, դա նշանակում է ինչ որ բան իր մոտ չի ձևավորվել ու ինքը չի աճել իր մոտ։ Այն նույն բանը ցավոք սրտի հոգևոր կյանքի մեջ է։ Բայց վատը նա է, որ մենք ֆիզիկական հարցերի մեջ երեխայի հետ կապված դա հասկանում ենք, բայց մեր հենց հերթը հասնում է մեզ, մենք դրա հետ այդքան է դե ոչինչ։ Ամիսը մի անգամ գիրք եմ կարդում, ամիսը մի անգամ աղոթում եմ, մեկը կասու չէ, հա, ես ամիսը 3 անգամ աղոթում։ Ամիսը Կիրակի օրը հավաքույթի եմ գնում, եւ ինչպես մարդը աճի։ Էլի եմ ուզում, որպեսզի դուք հասկանաք կարեւորությունը աճելու։ Աճելը դա մի հատ ինչ որ բան չի, որ ասեն մեծացա, բանն էլ դդխմորն էլ կարաս գցես խմորի մեջ ու sense ըստ բանի մասսան մեծանում է։ Բայց դա աճ չի, դա շատանում է։ Տերը ուզում է, որպեսզի մենք Աստծո կենդանի զավակները լինելով աճենք, որովհետեւ որ մենք աճում ենք փոքր սերմից, երբ որ միաբանվում են մարդու, տղամարդու եւ կնոջ սերմերը, սրտի զարկն է սկսում։ Ու կամաց ձևավորվում է նրա մարմնի մասերը։ Ձեռքերն աճում, դա անբացատրելի հրաշք է։ Գիտնականները փորձում են խելացի դեպքերով բացատրեն, բայց գիտեք ինչ, ցորենի, դա մի հատ պատկեր, ցորենի սերմը վերցնում են գիտնականները եւ նրա բաղադրությունը, բաղադրությունը մոլեկուլից բռնացած կարան գրեն ինչ կա դրա մեջ, չէ՞։ Այսքան
սպիտակուց, այսքան են, այս ինչ մոլեկուլ է, այս ինչ սաղ կարան ցուցակ գրեն։ Եվ այդ քիմիական այդ բաները, բաղադրությունը, իրանք կարան հավաքեն մի տեղ, սենց բանանեն ու հողի մեջ ցանեն։ Ցորեն դուս կգա։ Ի՞նչն է պատճառը։ Աստված որ ստեղծել է կյանք ա դրել դրա մեջ։ Բաղադրությունը 100%-ով գիտնականները կարող են այդ ցորենի հատիկի բաղադրությունը կարող են հավաքեն հողի մեջ դնել։ Ոչ ոք չի աճ։ Աստված այնց հաստեղծել, որ հատիկը դնում ես ցորենի բան։ Կաղնիքի այդ ոնց էր կոչվում։ Վերջը կաղնիքի այդ կաղինը։ Կաղինը հաշվից ռուսեն։ Դրա մեջ մի ամբողջ ծառ կա։ Այդ բանի մեջ մի ամբողջ ծառ կա։ Մարդը որ շունա ծնվում, հիսիկա ծնվում, ոչխարա ծնվում, մենք մոտարապես ինչ ուզում ասեմ, մենք մոտարապես գիտենք իր պոտենցիալը, չէ՞։ Մենք մտածում ենք, որ չենք ասեմ, այս շնիկը որ ծնվեց, այս ամի քանի տարի հետո դպրոց կգնա։ Գրել կարդալ կսովորի։ Կարա՞ք սովորացնենք։ Մենք գիտենք, որ շատ կարող է իրան սովորացնենք նստի վերքած պաշտպանի է սարադիշների, ասենք իրանց մեջ են կան խելացի ու անխելացի, բայց մենք սահմանը նրանց ունակության գիտենք։ Բայց որ մարդ հացնվում։ Դա չգիտես ինչ կդառնա։ Չգիտենք ինչ կդառնա, բայց հաստատ գիտենք, որ սա կմեծանա, մամա պապակասի, այդ ախեղծ կուճուրներին աղու ենք անում, ենքան աղու ենք անում, որ ասանա աղու խեղճ արդեն մամա չի կամասի, բայց արդեն այդ աղուն անում։ Բայց գիտենք, որ սա խոսալվա, ու ինչ դարդա, երբ որ չի ստացվում։ Ես ասում եմ ձեզ սիրելի քույրեր եղբայրներ, ես այս պրիմիտիվ օրինակները բերում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ մենք երբ որ չենք աճում, մենք ոչ մեր մեջ ենք պտուղ ունենում, ոչ մեր միջոցով է պտուղ լինում Աստծո թագավորությունը։ Մենք մեր մասին կարանք մեծ կարծիքներ ունենանք, բայց մենք պետք է մեր կյանքը քննենք։ Այսօր Սամվել աղբերը աղոթքի ժամանակ ասավ ուղարկիր քո խոսքը Տեր եւ ուղարկեց իր խոսքը ու բժշկեց։ Իսկապես այտենց է ամեն ինչ Աստծո հոգևոր աճի հարցը կախված է միայն ու միայն Աստծո սերմից, որը որ Աստծո խոսքն է։ Ամեն ինչ Աստծո խոսքի եւ քո ու Աստծո խոսքի հարաբերությունը դա սկիզբն է, դա վերջը չի, բայց դա սկիզբն է, որ հոգևոր աճես։ Ուզում եմ կարդամ Առաջի Կորինթացիս 3-րդ գլխի 5-ից 7-ը։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլխի 5-ից 7-ը։ Արդ ով է Պողոսը կամ ով է Ապոլոսը։ Միայն պաշտոնյաներ, որոնց ձեռովը հավատացիք։ Եվ ամեն մեկին ինչպես Տերը տվեց։ Ես տնկեցի, Ապոլոսը ջուր տվեց, բայց Աստված մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստված։ Սիրելի քույրեր եղբայրներ, Պողոս Արաքյանն ասում է մենք ընդամենը ծառաներ ենք։ Պողոսը եւ Ապոլոսը դրանք Աստծո ծառաներ էին եւ կանչված էին, որպիսի սովորացնեն, կանչված էին, որպիսի մարդկանց մեծ սերմեր ցանեն։ Պողոս Արաքյանը ես ասում եմ ցանեցի։ Ոնց է կարծեմ, որ մի բան չցանեք, դուրս կգա ինչ որ բան։ Հեշտ փորձել եք վարունգ ցանեք ու ծիրան սպասեք։ Մենք գիտենք, չէ, բոլորս էլ արդեն իմաստ ունենք, ինչ ցանես, քշերն էլ երկուսին վեր կասնենք, կարասենք։ Բայց հարցը սրա մեջ է, եթե մենք չենք ցանում, բայց ջրում ենք, մեծ աճում է ինչ, մոլախոտ։ Մոլախոտին գիտեք, այն քույրերը լավ գիտեն, ծաղկամանի մեջ տանը դրած։ Մեկը դնում ես դուրս եկավ։ Մենը փոքր մոքր ինչ որ մոլախոտներ։ Որտեղից հայտնվեց, ոնց եկավ, չգիտես, բայց դուրս եկավ։ Սերմը չբանանես, բայց ջրես։ Գիտեք դա ինչ է։ Ես հավաքություններին եմ գնում, անընդհատ ասում եմ ինձ համար, ես այս քրիստոնյայի կողմից եմ խոսում։
անընդհատ ասում են ինձ համար աղոթեք, քույր երեխայներ աղոթեք, Հովիվ ջան աղոթեք, Հովիվի կին աղոթեք, իշխանծառայողներ կա, աղոթեք ինձ համար աղոթեք գործերս լավ գնա, աղոթեք կյանքս հաջողվի, աղոթեք ինձ համար, հոգ տարեք ինձ համար, ջրեք։ Ասում այն հողը, որը շատ անձրևներ է ընդունում, շատ ջուր է իր մեջ քաշում, բայց փուշ ու տատասկան աճեցնում, նա անեծքի արժանի է։ Գիտեք, ես արդեն 38 տարի ավել է հավատքի մեջ եմ, 87 թվականից Տիրոջն եմ դարձել, 32 տարուց ավել հովության մեջ եմ, և ես ձեզ ասեմ, անընդհատ կրկնվող ձևով, անընդհատ նույն բանն եմ տեսնում, քրիստոնյաներ, որոնք կարող են տարիներ շարունակ կան եկեղեցի, իրանց մասին կարծիք ունեն, որ իրանք հավատացյալ են, եւ անընդհատ իրանք կարիք ունեն, որ իրանց համար հոգ տանեն։ Իրանք ոչ մի բան չեն կարող անել եկեղեցում։ Իրանք չեն ուզում ոչ մի բանի մասնակցեն, մի բանով ծառայեն, անընդհատ ինձ արեք, ինձ համար աղոթեք, ինձ օգնեք, ինձ խորհրդվեք, անընդհատ ջրեք։ Եթե մենք սերմեր չենք ցանում, ջրածը աճեցնում է պարազիտություն։ Այսինքն ուրիշի հաշվին ապրի։ Սիրելի քույր երեխայներ, Աստված ուզում է, որպեսզի մենք աճենք։ Որպեսզի մենք աճենք, մենք իր սերմը պետքա ընդունենք։ Ինչի եք դուք ձգտում։ Այդ ինձ պատասխան մեկ տա, բայց ձեր սրտի մեջ լա մտածեք, ինչի եք դուք ձգտում, որ Աստված ձեզ ինչի մեջ աճեցնի, հաջողակ սարքի։ Եթե դուք խոսք ունեք, դուք ասում եք, ես ուզում եմ այս խոսքի նման լինել։ Ես ուզում եմ սիրեմ, ես ուզում եմ ներեմ, ես ուզում եմ ավետարան քարոզեմ, ես ուզում եմ ծառայեմ, ես էսիշ բանն եմ ուզում, բայց դու որտեղից ես ուզում դա, որովհետև գրված է։ Չէ՞։ Որովհետև հենց մարդը ասում է գրված, այսինքն խոսքը իր մեջ կա, ինքը ուզում է այդ խոսքին համապատասխանի։ Արդեն ջրելու բան կա։ Պողոս ասում է, ես ցանեցի։ Ինչ եք ցանում մեր մեջ, այդ հարցը բերեք մեզ տանք։ Եթե մենք մեջ ցանում ենք Աստծո խոսք, մեր կյանքը կամած, գիտեք, չէ, ինչ որ եղել է միայն խոսքով։ Ոչինչ չի եղել առանց խոսքի։ Միայն Աստծո խոսքով։ Գիտեք, որ Աստված ոչինչ չի անում, այլ միայն իր խոսքն է հաստատում։ Այսօր այս աշխարհում այնքան փիլիսոփայություններ կան, խելացի զրույցներ կան, խելացի առակներ կան, դրանք երևի լավ են, վատ չեն։ Բայց Աստված երբեք չի ասում, այ որ դու այս առակը գիտես, ուրեմն վсё, ես քեզ կօգնեմ։ Աստված միայն աճեցնում է իր խոսքով։ Աստված քո իմ կյանքի մեջ փոփոխություն մտցնում է միայն իր խոսքով։ Հիվանդություն ունես, տկարություն ունես, Փնտրի խոսքը Տիրոջ խոսքի մեջ, Աստվածաշնչի մեջ, ավետարանի մեջ, հենց այդ խոսքը գտար, աղոթի ու սկսի սպասել։ Աստված քո հավատքը այդ խոսքով կաճեցնի ու քո հավատքին կպատասխանի բժշկությունը։ Ուզում ես մեղքի սրբությունից ազատագրվել։ Ասենք շատ անգամ այնում, երբ որ եղբայրները նորահավատ կամ բան ասում են, չեմ կարում էլի ծխելը չեմ կարում թարգել։ Ես իրանց ասում եմ, մի թարգի։ Սկզբից իհարկե իրանք ուրախանում են, Հովիվը թույլատրեց, ասում մի թարգի, քեզ ազատագրվել է պետք, թարգել անհավատները թող տանջվեն թարգել, քեզ ազատագրվել է պետք, դու պետք է գաս Տիրոջը առաջ, ասես Տեր, այս ստրկությունից ազատի, Հիսուսը ասավ, եթե ես ձեզ ազատ անեմ, իսկապես ազատ պետք է լինեք։ Հնարավոր չի, ոչ խմիչքից, ոչ ծխելուց, ոչ նարկոտիկից, ազատագրվելը ուրիշ է, այն թարգելը չի, որ թարգում են ու Պրոշները լիզմ ասում, հենց մի հատ ծուխ ալում, ասում են, լա սպասի կամ բան սրտի մեջ, այն քշերցեր եք ծխմա, բայց իսկականում չի անում, այն մի սաղ դիետա են պահում, ու շատերն են դիետա պահում, ինձանից սկսած, բայց վաղը, միշտ վաղվանից ենք սկսում։ Ծխել խմել, մնացած մեղքերը նույն ձևի է, եթե մենք չենք ազատագրվում, Տերը չի բան, դա որտեղից է սկսում։ Ես հիշում եմ, ես ձեզ մի հատ պրոստը օրինակ բերեմ, ոնց է Տիրոջ խոսքը
Ես որ նոր դարձի եկա, իմ նախքան դարձի գալը անհավատ ժամանակ շատ լուրջ ունեցել եմ դեպրեսիաների խնդրեմ։ Դա անբացատրելի բան է, դա սովորական տխրության հարց չի, դա սովորական հուսահատության հարց չի, դա հանկարծակի գալիս էր իմ կյանքիս մեջ, ու ես անենց էի ճնշված մեջս զգում, ոնց որ երկու հատ այդ զնդանի արանքը դրածել էին իմ հոգին ու ճզմեին։ Այս սխտոր ճզմիչը ոնց է, իմ զգացմունքը սենց էր, ոնց որ իմ հոգին մեջից ճզմելիսն էին։ Ես չգիտեի ոնց աղոթեմ, որ դրանից ազատվեմ։ Խնդրում էի, ասում եմ, Տեր ջան, օգնի ինձ, նոր էի դարձի եկել։ Մի անգամ ծոմ էի վերցրել ու բարեգործություն չէ, այցելության ծառայություն էր, մի տատիկ կար, իր աղջիկներ հավատքի մեջ խնդրել էր, որ գնանք, այցելենք, որը խոսենք, բա ես էլ գնացել եմ, բայց այդ վիճակի մեջ երկու քույրիկ են, մեկը ես եմ գնացել ենք, այդ քույրերը օգնում էին իրան այդ տեղաշորի հետ կապված ինքը ծանր պարկած էր։ Ես էլ իր ռադիոն էր խնդրել էր, որ սարքեմ, գնացի այդ ռադիոն եմ սարքում, սովետի ժամանակ ռադիո կար այդտենց։ Այդ ռադիոն եմ պայքանում, սարքեցի, բայց այդ անում եմ ու իմ մեջս ոնց որ ես ամենադժբախտ մարդը եմ։ Այսինքն սարսափենքը մա մեջս, ես չգիտեմ ոնց բացատրեմ դա։ Ու եկել, երբ որ արդեն դուրս էին գալի, վերջացրեցինք, մի երկու ժամ անցավ, ծնկի եկանք, այդ կինը ասավ ինձ համար աղոթեք։ Ես էլ ծնկի եկա, ձեռս դրեցի իր ձեռքի վրա, բայց անենց համներսս տնքում ասեցի Տեր, կամացի հարկ իրանք ասի ինձ օգնի ես վիճակից դուրս գամ։ Մեկ էլ որ երբեք չէի մտածել, բայց իհարկե շատ անգամներ կարդացեի, այդ խոսքը իմ ներսս եկավ։ Գիտեք որ ուրախ եղիր, էլի կասեմ, ուրախ եղիր։ Ես երբեք չէի մտածել այդ տխուր ժամանակ, ես չէի մտածում այդ ուրախության մասին։ Այդ խոսքը եկավ ու ասոտագրվեցի։ Մինչև այսօր արդեն դրանից հետո մոտ 37 տարի անցել է, մի անգամ գոնե դա չի կրկնվել։ Խոսքը Տիրոջ ամենազորավոր բանն է։ Տերը ասում է, ես իմ խոսքի հետևում կանգնած եմ, որպեսզի ամեն իմ ասած խոսքը կատարեմ։ Տեր օրհնի ձեզ։ Մեր ավետարանի Աստվածաշնչի զորությունը գիտեք որն է։ Ոչ թե որ գեղեցիկ է գրված, ավելի գեղեցիկ գրած գրքեր կան աշխարհում, այլ որ այդ գրվածի հետևում ամենակարող կենթանի Աստվածը կա։ Ես այս օրինակը բերել եմ, դե սնահավատ չեմ, դրա համար չեմ վախում, եթե ես ինչ որ մեկին ձեզանից ասեմ, ուրբաթ օրը կգաք, ես մի հատ լավ, օրինակի բառ, Աստվածաշունչ կնվիրեմ ձեզ։ Մեկ էլ չորեքշաբթի օրը Տերը ինձ վերցնում է, գնում եմ Տիրոջ մոտ, դուք էլ իմանում եք, որ Վարդան եղբայրը, որ ինձ խոստացել էր ուրբաթ օրը Աստվածաշունչ, գնաց։ Ինչ կանենք, կգաք ուրբաթ օրը Աստվածաշունչ։ Ով խոստացել է չկա։ Լավ եմ ուզել, խոստացել եմ, բայց չկա։ Ինչ լավ է, որ այս խոստմունքներ տվողը մեր Աստվածը կենթանի է։ Այ Աստծո խոսքի զորությունը դրա մեջ է։ Ինքը ինչ ասել է, իր խոսքի հետևում կանգնած է եւ նա հավերժ կենթանի է, որպեսզի այդ խոսքերը կատարվի։ Ուզում ենք աճենք, մենք պիտի ցանենք մեր սրտերի մեջ խոսք։ Եթե ուզում եք կյանքի իրավիճակի մեջ եք ընկել, մի ինչ որ պարտքերի խնդրեմ ունեք, ես ծաղրանքով չեմ ասում, հեգնանքով չեմ ասում, ասում եմ ոնց կա։ Պարտքերի խնդրեմ ունեք, առողջության խնդրեմ ունեք, ամուսնության խնդրեմ կա, ես շատ եմ երեխա ունենալու խնդրեմ կա, բժշկության ինչ որ խնդրեմ կա, որևէ մի կյանքի ոլորտում մի ինչ որ դժվարություն կա, այդ ոլորտի հետ կապված, այդ դժվարության հետ կապված, սկսեք փնտրելը Աստծո խոսքի մեջ, ինչ է գրված այդ իրավիճակի համար։ Ես հասկանալի եմ ասում, դուք հասկանում եք ինչ է։ Այ ինչ է գրված, մարդ կասում է, «Էս ինչ աղբորը տենց էլ չեմ կարեմ ներել»։ Օրինակի համար։ Ու ասում է, ես հասկանում եմ, որ մի Հիսուսը գա, ես չեմ փրկվելու։ Ես հասկանում եմ, որ իմ աղոթքները Տերը չի լսել, որովհետև ես չեմ ներել։ Եթե չեք ներում, ձեր մեղքերն էլ չի գրված ներում։ Հայ մեր աղոթքը գիտեք, չէ՞։ Ների մեր արտքեր ինչպես մենք ենք ներում։ Եվ այդ մարդը պետքա դադարի ամեն ինչ, բացի միայն որ
աղաղակի տիրոջը ծոմով, աղոթքով տիրոջ խոսքը կարդա ներման մասին, որ իր սրտի մեջ այդ սերմերը ցանի։ Ուզում ես հոգևոր օրինակի համար ես որ դարձի եմ եղել շատ սենց ասած տկար բնավորություն եմ ունել, ռուսերենում ասում են մալադուշնի։ Այսինքն շատ շուտ հուսահատվող, շատ շուտ։ Ասեմ ձեզ որ միջև դարձի գալը սովետի ժամանակ դեռ ինչքան սպորտաձև որ վանաց Կիրովականում այն ժամանակ կար, համարյա սաղ գնացի։ Դաժե մի օր շեփորահարության եմ գնացել։ Սպորտաձև չի, բայց գնացի։ Լսեցի որ Պիոներ պալատում այտենց բան կա, գնացի, էդ էլ դուրս չեկավ։ Որ ասես գնում էի շատ շուտ, ես այնքան շատ տեղեր էի գնացել, էլ լողի, էլ ակրոբատիկա, էլ բոքսի, ձյուդոյի, էլ ես չգիտեմ որ մեկը թվարկեմ։ Ու որ ես սկսեցի եկեղեցի գնալը, ես անհավատ էր։ Արդեն ես երիտասարդ էի։ Ես ասեմ տղա ջան, հերթական խմբակն ես գտել կրուժոկ էլի։ Հերթական խմբակը գտար, ինքը սովետ էր, անհավատ էր, բայց вообще լուրջ չթունեց, որ ես երկար կմնամ մտել, որովհետև հալսում էր, ասում էր, մի ուր ես գրվել, ասում էի, ես ինչ տեղ է, ասում էի, ինչքան կդիմանաս տղա ջան։ Գնում էի, մեկ էլ թարգեցի, էդ էլ թարգեցի, արդեն ինքը հույսը կտրել էր, որ ես մի բանի մեջ, կոպիտ ասած ողնաշար ունեմ ու կամ ամուր պահի, չէ, ամեն ինչը, ես ներսը շատ տկար էի, ինչի համար եմ ես օրինակները բերեմ, սիրելի քույրեր եղբայրներ, հետո շատ դժվարություններով եմ անցել, բայց Տերը իմ ներսս ամրացրել է, որովհետև գրված է русейнով ասեմ էլի, твердого духа ты хранишь в совершенном мире, потому что на тебя уповает он. Այսինքն չկա մարդ, որը որ ամուր հոգով ծնվել է։ Ամուր հոգին նա է, твердый дух, նա է, ով որ Տիրոջն է ապավինում։ Սիրելի քույրեր եղբայրներ, անընդհատ իմ կյանքից որից է մի ոլորտում, որից է մի հարցի շուրջը, առողջության, ֆինանսական դժվարության, ես իմ այդ հարցի, խնդրի լուծումը սկսել եմ փնտրել խոսքի մեջ։ Ու սկսել եմ այդ խոսքը ցանել, այդ խոսքի համար աղոթել, այդ խոսքով ապրել, ու երբ որ այդ խոսքը իմ մեջ սկսել է զորանալ, աճել է, հանկարծ իմ կյանքը սկսել է դառնալ այդ խոսքի նման։ Հիշեցեք մի բան, եթե ուզում եք դուք աճեք, մի ինչ որ ձեր կյանքի ոլորտում, դա կլինի ընտանեկան, դա կլինի երեխեքի դաստիարակում, կնոջ հետ հարաբերություն, ամուսնու հետ հարաբերություն, ծառայություն եկեղեցում, ֆինանսական եւ այլն, այդ ոլորտի հետ կապված փնտրեք Աստծո խոսքը, ինչ անդեղ գրած, եւ սկսեք աղոթել, սկսեք խորհել ու կտեսնեք, որ ձեր կյանքը կսկսի լուրջ փոխվել։ Ես ցանեցի Պողոս Արաքյանը ասում։ Ով էր ցանողը մարդը։ Մենք պիտի ցանենք անձնական կյանքի մեջ, հովիվի միջոցով, քարոզների միջոցով, առողջ ցել, որ ցանում ես, առողջ, մոլախոտ, որ ցանում ես, մոլախոտ ապուսկալիս։ Դրա համար տեսեք, ես ցանեցի, Պողոսը ջրեց։ Ջրելը մեր աղոթքներն է, մեր հավաքույթ գալն է, հոգատարությունը, այդ քախան տալը գիտեք, չէ՞ ինչ։ Որ կարտոլ ես ցանում կամ մի բան, ու որ քախան չտաս, կարտոլի հետ մոլախոտն էլ աճում, ու մոլախոտը հաղթում է կարտոլին։ Բարի պտուղները չեն հաղթում մոլախոտին, մոլախոտի պատասխանատվությունը մեր վրա է։ Եթե մենք գանք եկեղեցի ու հետո ինտերնետով աշխարհի հետ ընկերակցություն անենք, դրանք մոլախոտներ են, այսինքն աշխարհի մեջ ապրենք, մինչև մյուս կիրակի, այս կիրակի ցանվածը ինչ կլինի, խեղդված կլինի։ Դրա համար աճում է, լավ բան աճում է, բայց դրա հետ եթե կա նաև մոլախոտներ, նրանք էլ են աճում ու խեղդում։ Աճելու հետ պետք է մենք հեռացնենք Պետրոս Արաքյալի թղթի մեջ, կարծեմ առաջի գլուխ, առաջի Պետրոս, երկրորդ գլուխ, առաջի խոսքը, այնտեղ ասես բան ասում է, թողնելով բարկությունը, այս, սիրենք Տիրոջ խոսքը, մաքուր խոսքը, որով պիտի աճենք։ Սիրելի իմ քույրեր եղբայրներ, եթե մենք հոգ տանենք,
մեր սերմերի մասին, ցանած, ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց վերջում գրված է, որ Աստվածը աճեցնում։ Ինչի Աստված մեկին աճեցնում է, այն մյուսին չի աճեցնում։ Աստված բոլորին էլ աճեցնում է։ Արևը բոլորի համար է, թե չէ։ Գրված Աստված իր արևը տալիս է եւ արդարներին, եւ ամբարիշներին։ Անձրևը տալիս է եւ արդարներին, եւ ամբարիշներին։ Աստված աճեցնում է, բայց ով է գնում այդ արևի մոտ։ Գիտեք, շատ կարևոր է, որպեսզի մենք Աստծո հետ մեր առանձին հարաբերությունը ունենանք։ Եթե մենք Աստծո հետ մեր հարաբերությունը չունենք, ոչինչ մեր կյանքի մեջ չի աճի։ Ինչ գիտեք, այսօր հատուկ մենք մի անգամ մեր բաղջում այն ժամանակ մենք սեփական տուն ունեինք, մի փոքր հողամաս ու որոշեցինք կլուբնիկներ ցանենք նոր մեթոդով։ Հատուկ սև պլյոնկայա փռեցինք, այդ հողը լավ մաքրեցինք, փոցխով, բանով, վերջը, տեղը տեղին հայերեն ասած։ Հետո այդ պլյոնկեն սև փռեցինք, անցքեր արեցինք, կլուբնիկները տեղ ցանեցինք։ Ու հետաքրքիր է, որ այն մնացած հողի մեջ բան չէր աճում, որովհետև այս հենց կլուբնիկը կա, կողքին մենք ջրում էինք, sense կոնուս աբրազնի բանը ջուրը գնում էր, էլի կողքից դուրս էր գալի կլուբնիկի կողքից, մատով բռնում էինք, հանում էինք։ Բայց մնացած տեղերը ոչ մի մոլախոտ չէր դուրս գալի, ոչ լավն էր դուրս գալի, ոչ վատն։ Ինչի՞ արև չէր տենում։ Որ արև չի տենում բույսը, դու ինչքան ուզում ես, պատկերացնում ես, ցանեցիր շատ առողջ լավ սեր, ջրեցիր ու պլյոնկով ծածկեցիր։ Կաճի ինչ որ բան։ Ամեն օր բացում ես, ջրում ես, ծածկում ես, բացում ես, ջրում ես, ծածկում ես։ Ինչն է իմ ասացի իմաստը։ Եթե մենք շատ լսում ենք, շատ կարդում ենք, մեր համար աղոթում ենք, վերջը ամեն ինչ անում ենք, ցանելու ու ջրելու հարցը, ամեն ինչ անում ենք, բայց մեր առանձին հաղորդակցությունը Աստծո հետ չունենալ, մենք հոգևոր չենք աճի։ Մեր առանձին սենյակը պիտի ունենանք։ Սա հարցեր է, որ ուզում եմ տամ, որպեսզի դուք տեսնեք ինչն է պատճառը, որ մենք շատ անգամ չենք աճում, եւ ինչն է պատճառը, որ մենք աճում ենք։ Մենք պետք է առողջ սերմ, առողջ Աստծո խոսք ցանենք, աղոթքի, հավաքույթի գնալու, խրատվելու եւ աղոքատարությունը նորմալ եղնի, մոլախոտները պիտի հավաքենք ու գնանք դեպի արևը, գնանք դեպի Տիրոջը, այսինքն առանձնանանք ու ասենք Տեր ջան, ահա քո ծառան լսում է քեզ։ Ու եթե մեր սենյակը, առանձնասենյակը Տիրոջը չունենք, այդ սա չի նշանակում, որ հատուկ քո աղոթքի սենյակը պետք է։ Ես որ նոր դարձի եկի, շատ անգամ, որ տանը մարդ էր ելնում, ես վախում էի առանձին գնամ աղոթել, ինչ էի անում, բաղնեքն գնում էի դուրը փակը, ծնկի էի գալի, Տիրոջ հետ աղոթեմ, մի քանի անգամ եղել է, որ զուգանում, բաղնիքը զանիտ է եղել, զուգանում էի գնում, մեջքով դեպի ունիտազները ասում էի Տեր ջան, դու գիտես, որ ստիպված եմ, բայց աղոթում եմ Տիրոջը։ Գիտեք ինչքան ա եղել, որ գնացել եմ ծնունդ, կնունք, հարսանիք, բարեկամների, ասենք, ընտանիքով հորս հետ գնացել ենք ու այնտեղ ախր այնքան ունայնությունը շատ է, օբշի խոսքով ասեմ, էլի, այդ բաժակած ճառերա, մեկը մեկուն անհետ գովար եւ վերջը։ Ու այդ ունայնությունը այնքան շատ է, ես գում էի, որ ներսս ծարավեց։ Ու մեկ էլ կամած ինձ ցրեմ էի։ Գնեմ մի ինչ որ տեղ գտնեմ, որ կարամ, ասենք կանգնում էի լուսամուտի դեմը, ու սկսում էի կամած աղոթել, խնդրում էի Տեր ջան, դու օրհնիր, դու մաքրիր, որտեղ անընդհատ, Վարդան, ես չես խմում։ Ես ինչ հիվանդ ես, ինչ ես եւ այլն, մի քիչ էլ գոնե ասում էի չէ, ես չէի ասում, ստամոքսս լավ չի, բան, ասում էի չէ, ես ինձ համար դա մեղք է։ Հիմի մի 2 գրամ խմելը մեղք է, ես մեկ ասում եմ, ես կարամ չխմեմ, դու կարաս չխմես։ Որ ուզեմ կարամ չխմեմ, ասում եմ չես կարա, դու մեկ խմել ես։ Ոնց, ասի դե կարաս մի տարի չխմես մի անգամ։ Մեր բարեկամներից, հա կարա, ասի չես կարա։ Առանց Հիսուսի չես կարա։ Արի մարդ կա, ասի դու քու պատվի համար մի որոշ չխմես։ Մի 2 շաբաթ հետո մյուս ծնունդին դե արդեն բաժակը բարձրացնում։ Ասեմ ձեզ սիրելի քույրերի խաներ։ Եթե մենք Տիրոջ հետ առանձնություն չունենք,
Մենակ շատ քրիստոնյաներ կան Աստծո հետ մտերիմ են միայն եկեղեցի, Կիրակի օրը։ Քարոզ, փառաբանություն, այդտեղ ժամը մոտարապես շատ sense խիտ, բայց օրվա ընթացքում, օրերի ընթացքում իրանք Տիրոջը չեն կարոտում։ Նրա հետ չեն աղոթում, չեն Աստված աճեսնող։ Ամենալավ բաները լսեք, ամենալավ բաները ձեզ համար թող աղոթեն, բան, եթե դուք Աստծուն չդիմեք, արևին չտա, այդ այլաբանորեն եմ ասում, էլի, Աստծուն չլսեք, ոչ բան չի աճի։ Երբ որ աճեք, կտեսնեք, որ ձեր մեջ շատ բաներ ա փոխվում։ Տերը թող առատորեն օրհնի ձեզ սիրելի քույրեր եղբայրներ։ Այն ինչ որ ես այսօր կիսվեցի, այս 41-42 րոպեվա մեջ, ես գիտեմ մի բան, որ Տերը ուզում է, որպեսզի մենք մեր սրտերի մեջ հասկանանք, մեր կյանքը չի փոխվի, հաջողություն չենք ունենա, եթե մենք չաճենք։ Մենք կմնանք այն գաճաճ վիճակի մեջ, լիլիպուտ վիճակի մեջ։ Ու դա Տիրոջը հաճելի չի։ Տերը օրհնի, որպեսզի մենք հոգևոր աճենք։ Եկեք ոտքի կանգնենք։